Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ։ Այսօր հայտարարել է ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ։ Նույնիսկ հետպատերազմական շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի և հայկական Սփյուռքի որոշ ուժեր շարունակում են փորձել կեղծել Ադրբեջանի պատմությունը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք և չթուլանանք ու հիշենք նախագահ Ալիևի վերջին ելույթը։ Օրեր առաջ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նախագահ Ալիևը գիտնականներին հանձնարարել էր ավելացնել աշխատությունները տարածաշրջանում ադրբեջանցիների դարավոր ներկայության, պետականության ու տարածվածության մասին։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը և Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա։ O xəritələrdə Sevan gölü adlı göl yoxdur, o xəritələrdə Göyçə gölü. Այսօր արդեն Բաքվում ելույթներ են հնչել առաջնորդի այս հանձնարարականի շեշտադրմամբ։ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի խորհրդի անդամ Զահուր Իբրահիմլին օրինակ վերջերս հրատարակված 18-րդ դարի թուրքմեն հեղինակներից մեկի աշխատությունն է վկայաբերել, որը նկարագրում է իրավիճակը տարածաշրջանում շուրջ 300 տարի առաջ։ Աշխատությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Երևանի բնակչությունը կազմված էր ադրբեջանցի թուրքերից, տեղանուններն էլ բացառապես ադրբեջանական են։ Այս պատմական աշխատության մեջ ոչ մի հայկական տեղանուն չի հիշատակվում։ Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ Մուշֆիկ Ալազգարլին էլ պնդել է, պատրաստ են աշխատել նախագահականից տրված նոր հանձնարարականների համաձայն։ Ժամանակի ընթացքում հայերը փորձել են ջնջել ադրբեջանցիների հետքերը այդ հողից։ Այժմ մեր ազգային գիտակցության մեջ այս հիշողությունը վերակենդանացնելու համար լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր։ Մենք որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել և ինչպես պետք է գործենք պետության կողմից սահմանված առաջնահերթություններին համապատասխան։ Մինչ այս անցած շաբաթ էլ կրկին Ադրբեջանի կառավարության աջակցությամբ համաժողով էր կազմակերպվել Բրյուսելում, որտեղ Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ Ազիզ Ալեգբարլին պնդել էր. արևմտյան ադրբեջանցիներն անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։ Բաքվից հնչող այս մեղադրանքներին Երևանից զգուշավոր են արձագանքում։ Վարչապետ Փաշինյանն այսօր կրկին այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պնդեց, թե պատմության մեջ խորանալու փոխարեն անհրաժեշտ է հենվել ընդամենը մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա ընկնել պատմական բանավեճերի ես էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ադրբեջանական կողմը սակայն ոչ միայն եւ ոչ այնքան անցյալի, որքան ապագայի մասին է խոսում։ ՀԿ-ների ու նախագահ Ալիևի ելույթներում կարմիր թելով միևնույն միտքն է անցնում. ադրբեջանցիները պետք է վերադառնան ներկայիս Հայաստան։ Ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, օրեր առաջ ասել էր Ադրբեջանի առաջնորդը։ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի ամիս է հայտարարում է, թե տարածաշրջանում այլևս խաղաղություն է հաստատվել, այսօր ընդունեց Բաքվի երկիմաստ այս հայտարարությունները այդ օրակարգը կարող են վտանգի տակ դնել։ Ինչ վերաբերվում է գնալ գալուն, խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են գնալ ավտոմեքենայով, այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ, այդ թվում Երևան։ Իսկ եթե խոսքը ուրիշ բանի մասին է, ես ասում եմ, այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։
Չնայած հայկական կողմի զգուշացումներին, Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում, այլև պատրաստվում են ավելացնել արևմտյան Ադրբեջանի թեմայով քննարկումները։ Այսօրվա համաժողովի ժամանակ մասնավորապես ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության տնօրեն Այգուն Ալիևան հայտարարել է, այս տարի Ադրբեջանի պետական բյուջեից ռեկորդային շատ 51 նախագիծ է ֆինանսավորվել։ Հաջորդ 2026-ին էլ արևմտյան Ադրբեջանի թեման կլինի կառավարության դրամաշնորհային մրցույթների առաջնահերթությունների շարքում։